Սալատը շատ եմ սիրում, շատ լավն է, որ ռեստորաններում կարող պատվիրեք։ Արարատյան սալատա կոչվում։ Փաշինյանն ուզում է անընդհատ մնալ տեսադաշտում, ուշադրության կենտրոնում։ Սա ուղղակի հիվանդություն է։ Այդ անձի պարագայում դա ակնհայտորեն ախտաբանական խորք ունի։ Գեներալ դե Գոլը, երբ առավոտյան թերթեր կարդալիս տեսնում էր, որ իր մասին իրեն պատկերող որևէ ծաղրանկար չկա, երեխայի պես նեղանում էր, մտածում, թե իրեն անտեսում են, իրեն մոռացել են։ Փաշինյանի այս վարքը ցուցիչ է հոգեկան եւ մտավոր բարդույթների։ Մենք բոլորս էլ թերություններ ունենք, բայց եթե ինքդ քեզ ժամանակին չես ուղղում, տարիքի հետ դրանք աճում են։ Մոլիերի խոսքով ասած, ծերուկը դառնում է անտանելի։ Այս անձն անտանելի է, քանի որ երբեք չի ուղղվել, ներքին հոգեկան կամ ինքնակնդատական որևէ հակում չունի։ Փաշինյանին թվում է, թե ինչ անում է լավ է անում, ինքը լավագույնն է։ Դա է պատճառը, որ նա անընդհատ հակադրվում է բոլոր արժեքներին եւ ավանդույթներին, դիվանագիտական եւ քաղաքագիտական բոլոր նորմերին։ Նորմալ մարդն ինքն իրեն պիտի հարցնի. եթե անկախության հռչակագիրը մեր պետության չգոյության մասին է, ես ինչ գործ ունեմ պետության ղեկին։ Նույնիսկ եթե նման հիմար միտք ծագի, պետք է հարցնի ինքն իրեն, բայց նա այդ հարցը չի տալիս։ Ասում է, մեր բանակն ում դեմ է ուղղված, ումից ուժեղ բանակ, եւ եթե բանակ ունենանք, թշնամին կկատաղի։ Այդ տգետ։ Դու չգիտես, թե բանակն ինչի համար է։ Վերցրու աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի շվեյցարականի փորձն ուսումնասիրիր։ Շվեյցարական բանակը կարող է 6 ամիս դիմանալ միջուկային պատերազմին։ Ավելի քան 100 տարի է Շվեյցարիան որևէ թշնամի չունի, այնտեղ ազգ բանակ է։ Զինծառայությունից հետո տղամարդիկ մինչև 45 տարեկանը տարին 1 ամսով ծառայում են։ Յուրաքանչյուրը տանն ինքնաձիգ ունի, գիտե ուր եւ ինչպես պիտի գնա։ Շվեյցարիայում է միայն, որ բանակն անգամ 8 տեղանոց հեծանիվներով է զինված։ Եթե վառելիք չլինի, դրանով կարող են տեղափոխվել։ Այդ է հեծանիվը, որտեղ է պետք։ Բայց մենք անորոշությունների, հիմարությունների մեջ ենք ապրում։ Նախ իրենց շրջապատում, ընտանիքներում, ընտանեկան դաստիարակության բերումով սրանք բացառիկության բարդույթ ունեն, որը դրսևորում են ամենտեղ։ Դրա հետևանքով էլ վերջին շրջանում հետ-սետե աճող անջրպետ կա կառավարության եւ ժողովրդի միջև։ Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են, որ ցանկանում են պայքարել։ Հասարակությունը բազմաշերտ է, հասարակությունը ընտրությունների ժամանակ էլ է ցույց տալու, որ ինքը բազմաշերտ է։ Ես շատ համաձայն եմ այդ բազմաշերտությանը, բայց այդ բազմաշերտությունը եւ հասարակության Փաշինյանի կողմից կառավարելի պահելու հանգամանքը ունի մեկ թշնամի։ Ես երկրորդ անգամ եմ ուզում խոսել դրա մասին, դա բարձր մասնակցայնությունն է։ Դա քաղաքական մոտիվացիաներով ընտրության գնալն է։ Դա հակաիշխանական մոտիվացիաներով ընտրության գնալն է։ Այս իշխանությունների համար առաջին մրցավանջը լինելու է բարձր մասնակցայնությունը, իսկ ընդդիմության համար առաջին օգնակալը լինելու է բարձր մասնակցայնությունը։ Ամենավատ զարգացումն արտագաղթն է, սա անդառնալի կորուստ է։ Դժվար է ասել հաջորդ իշխանության ժամանակ ինչպես կլինի, բայց արդեն բազում ընտանիքներ, որոնք հատկապես տղա երեխա ունեն, նրանց դերևս պատանեկության տարիքից տանում են դուրս, որ չծառայեն։ 15 երիտասարդ ողջակիզվեց ծառայության ժամանակ եւ դրա համար ոչ ոք պատիժ չկրեց, ներողություն չխնդրեց։ Ով իր երեխային կվստահի բանակին այսքանից հետո։ Ախր տեսնում ենք Իսրայելի բանակի օրինակը, երբ մի զինվորի դիակի համար կարող են մի ամբողջ վաշտ զոհել, ել չասած առևանգվածների մասին։ Եթե զոհվում են, այսպես ասած, հանուն ոչնչի, մեր տղաներն ինչու պիտի ուզենան ծառայել։ Դրա համար չկա ազգային, պետական, հավաքական ձգտումը փոխելու, բարելավելու, պաշտպանելու, երկիրն ու հանրությունը ապահով դարձնելու։ Այս մարդը պետք է գնա։ Ռուսական մատրյոշկաների պես սրանցից մեկին հանում ես տակից նույն կերպարով մեկ ուրիշն է դուրս գալիս։ Վերջին շրջանում ԿՊ-ի ներսում ոչ սովորական ընդվզումներ, դժգոհություններ, հակադրություններ կան։ Զարմանալին այն է, որ այդ խումբը դեռ չի զգում, գիտակցություն չունի, որ սա ծավալվելու եւ խորանալու է։ Մենք պետք է այս սպառնալիքները հստակ հասկանանք։ Հա, եւ հստակ հասկանանք, թե մեզ ինչ է պետք դրա համար։ Մեզ հաստատ դրա համար պետք է մի կարևոր մի բան հասկանալ մեր շահը եւ ունենալ երկրում իշխանություն, որ այդ շահին է հետամուտ։ Ոչ թե այլոց շահերը սպասարկելուն, ինչպես անում է այսօրվա գործող վարչակազմը, վարչախումբը, այլ Հայաստանի ազգային շահին հետամուտ իշխանություն կառավարությունը պետք։ Մեր մտահոգությունը ոչ թե իրենց լինել-չլինելն է, այլ երկրի վիճակը։ Սա մեկ հոգու խորհրդարանական բռնապետություն է։ Դա վտանգավոր, սարսափելի մի բան է, բայց պետք է ջանք գործադրել այդ արատավոր շղթայից դուրս գալու։ 1-2 դեպք հաջողված նախադեպ եղել է, փողոցային շարժումներ եղել են, բայց ընդհանուր միտումը դեռևս նկատելի չէ։
Հետևաբար առաջիկա ընտրությունը մեր լինել չլինելու, կենաց մահու հարցն է լուծելու։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։